Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը վերջին օրերին չի դիմել ԱՄՆ-ին եւ չի վարում բանակցություններ Վաշինգտոնի հետ։ Հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին, երբ միջազգային միջնորդները փորձում են կանխել տարածաշրջանային էսկալացիան։ Թեհրանը շեշտել է, որ հնարավոր ցանկացած շփում ԱՄՆ-ի հետ կարող է տեղի ունենալ միայն խիստ սահմանված պայմաններով, ընդգծելով Իրանի արտաքին քաղաքական ինքնուրույնությունը։ Այս հայտարարությունը հերքում է ավելի վաղ շրջանառվող տեղեկությունները, թե Իրանը պատրաստակամություն է հայտնել գաղտնի դիվանագիտական շփումների։ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի փոխվարչապետ Աջիտ Փավարը զոհվել է ավիավթարի հետևանքով ևս 4 ուղևորների հետ։ Նրա մասնավոր ինքնաթիռը կործանվել է Բարամատի քաղաքի մոտակայքում վայրեջքի ընթացքում։ Վերջինս համարվում էր Հնդկաստանի ազգային քաղաքականության ազդեցիկ դեմքերից մեկը եւ առանցքային դեր ուներ առաջիկա ընտրական գործընթացներում։ Դեպքը մեծ ցնցում է առաջացրել Նյու Դելիում եւ Մումբայում, իսկ քաղաքացիական ավիացիայի իշխանությունները սկսել են պաշտոնական քննություն, պարզելու աղետի պատճառները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Պեկին, դառնալով առաջին բրիտանացի վարչապետ, ով պաշտոնապես այց է կատարում Չինաստան 2018 թվականից ի վեր։ Այցի հիմնական նպատակը տնտեսական եւ առևտրային կապերի ամրապնդումն է արևմտյան դաշինքներում աճող լարվածության պայմաններում։ Սթարմերը նախատեսում է հանդիպումներ նախագահ Սի Ցինփինի եւ վարչապետ Լի Ցյանի հետ։ Վերլուծաբանները այցը դիտարկում են որպես Լոնդոնի փորձ հավասարակշռելու հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև գլոբալ վերադասավորումների փուլում։ Իսրայելում տեղի ունեցել Ռանգվիլի հուղարկավորությունը, վերջին պատանդի, որի մարմինը վերադարձվել է Գազայից։ Նա սպանվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների ընթացքում։ Պետական եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը ընդգծում է դեպքի ազգային նշանակությունը։ Այս արարողությունը խորհրդանշում է Իսրայելի հասարակության համար ողբերգական, բայց կարևոր փակագծի ավարտը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարվածների հետևանքով Ուկրաինայի Կիևի շրջանում զոհվել է 2 քաղաքացիական անձ, վնասվել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը։ Տարածաշրջանային իշխանությունները հայտնել են նաեւ վիրավորների մասին։ Հարվածները ընդգծել են, որ պատերազմը շարունակում է խորը ազդեցություն ունենալ խաղաղ բնակչության եւ երկրի տնտեսական առանցքային օբյեկտների վրա։ Միջուկային գիտնականների միջազգային խումբը հայտարարել է, որ դատաստանի օրվա ժամացույցը կրկին մոտեցել է կեսգիշերին։ Որոշման պատճառներն են Ուկրաինայի պատերազմը, Մերձավոր Արևելքում լարվածության աճը, միջուկային սպառազինությունների վերահսկման քայքայումը եւ կլիմայական ճգնաժամը։ Գիտնականները զգուշացրել են, որ աշխարհը կանգնած է կուտակային աղետների եզրին։ Նրանք կոչ են արել ԱՄՆ-ին, Չինաստանին եւ Եվրամիությանը վերականգնել ռազմավարական երկխոսությունը եւ շտապ քայլեր ձեռնարկել գլոբալ ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ չունի հասնելու կայուն խաղաղության Եվրոպայում։ Նրա խոսքով Եվրամիությունը պետք է արագացնի ռազմական ինքնուրույնության կառուցումը եւ նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից։ Հայտարարությունը հնչել է Ուկրաինայում շարունակվող հրթիռային հարվածների ֆոնին։ Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը նույնպես ընդգծել է, որ անվտանգության նոր ճարտարապետությունը դարձել է գոյաբանական անհրաժեշտություն Եվրոպայի համար։ Եվրամիությունը պատրաստվում է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցներ, ուղղված շուրջ 20 անձանց եւ կառույցների դեմ, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ցանցերը։ Պատճառը ներքին բողոքների դաժան ճնշումը եւ անօդաչու տեխնոլոգիաների արտահանումն է։ Չնայած Ֆրանսիայի վերապահումներին Բրյուսելը ուղերձ է հղել, որ մարդու իրավունքների խախտումները չեն մնա անպատիժ։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպան պետք է արմատապես վերափոխի իր պաշտպանական համակարգը։ Նրա խոսքով, առանց արագ արտադրության, համատեղ գնումների եւ ռազմավարական ինքնուրույնության Եվրամիությունը կկորցնի իր գլոբալ դերը։ Բլումբերգը նշել է, որ սա ազդանշան է երկարաժամկետ ռազմականացման եւ քաղաքական ինտեգրման խորացման մասին։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են թույլատրել ԱՄՆ-ին օգտագործել
օգտագործել իրենց օդային տարածքը կամ ռազմակայանները Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության համար, լրջորեն սահմանափակելով Վաշինգտոնի գործիքակազմը։ Ռիադն ու Աբու Դաբին մտահոգված են, որ ռազմական բախումը կարող է վերաճել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, վտանգելով Պարսից ծոցի անվտանգությունն ու էներգետիկ շուկաների կայունությունը։ Վերլուծաբանները նշել են, որ առանց հիմնական դաշնակիցների աջակցության ԱՄՆ-ն ստիպված է կամ վերանայել իր ռազմավարությունը, կամ գործել գրեթե միանձնյա, բարձր դիվանագիտական եւ ռազմական ռիսկերով։